Հարելույս բոլորիս մեր երկու զավակները Հայաստան ծնած են եւ բզդիկ ունենալն առաջ մենք կացինք Հայաստանի ընտանիքի գրասենյակ եւ թիմում էինք, որ գուզենք զավակ ունենալ։ Իրենք մեզի հարցազրույցի կանչեցին, թիմումի ծեր լեցուցինք եւ մեզի քանի կորսերու դարին, տասնտասներու դարին, որպեսի սորվենք ծնողը լալ։ Վերջի քննություն հանձնեցինք եւ որ քննությունը անցան, մեզի լայսենս տվին, որ գրնանք զավակ ունենալ։ Ադուր վրա Քրիսի եւ Ալիսյան ծնան։ Ինձ զարմացած գնայիք։ Բնականաբար ինչ-որ ծեզիսի երևակայական է, բայց ադուր մեջ կետ մկա, միտք մկա։ Հայրությունը շատ բարդ եւ consequential ճակատագրական պատասխանատվություն մնե։ Դյուրին բան չէ հայրը լալ։ Այսօրվա գարտացված հատվածներեն պիտի 3 կետեր առնեմ։ I'm going to take 3 points from the passages that were read. Հայրության օրհնությունները, բարգևներն ու պատասխանատվությունները. Blessings and responsibilities of a father. Հայրության վրա տրված ակնկալությունները, expectations placed on a father. Հայր դառնալու պատրաստություն. Preparing to become a father. Թեպետ այս պատկամը հայրերու համար է եւ ապակա հայրերու. This sermon is for fathers and future fathers. Բայց շատ մտքերը որ աստեղ արդահայտեմ մայրերյալ apply գնեմ. Օրհնությունները հայրության եւ պատասխանատվությունները. Աստվածաշունչը զավակները գահամարե որպես պարգևներ աստծո է, որոնք անհավատալի օրհնություն կբերեն ծնողներուն։ Սակայն ինչպես շատ օրհնություններու հետ նաեւ գուկա պատասխանատվություն։ Կուզեմ մոդիկին նայեն զավակներու օրհնությունները եւ իրենց հանդեպ ունեցած մեր պատասխանատվությունները։ Սամոս 127-ը որ խորենը գարտած, ահա դրակը դերոջի ժառանգությունն են, դրակը որ գսե զավակի նկատի ունի, որով այնին բդուը անոր բարգևն է։ Ինչպես են նեդերը զորավուրին ցերկերու մեջ, այնպես ալ երդասարտներուն դղաները։ Երանի այն մարդուն, որ կապարջը անով լեցուն է։ Գսեգոր ասամոսը, ասուձո բարգևն է, զավագը ընտանիքը, եւ գնմանի զինվորին ցերկը եղած նեդերուն։ Եվ փախտավոր է որ գսե, այդ զինվորը, այդ հայրը, ծնողները իր ամանի մեջ շատ նեդեր ունենա, փախտավոր է այդ ընտանիքը, որ շատ զավակներ ունի։ Զավակները արժեք ունին, օրհնություն են երկու ձևերով։ Բնականաբար անոնք մեր կյանքը կջոխացնեն, մեր կյանքին նպատակ կտան, մեր կյանքը կհարստացնեն։ Իրենց հաջողություններով մենք կհպարտանանք, իրենց դժվարությունով կցավենք, կդարաբենք։ Բայց երկուքն ալ մեր անձերուն համար, մեր կյանքերուն համար իմաստ կբերեն։ Անշուշտ զավակներն ալ գոգնեն շատ կորձնական ձևերով։ Տունին կորձերը գնեն, երբ որ գամած կմեցնան, ավելի պատասխանատվություն կվերցնեն։ Որպեսզի կարենանք այս օրհնությունները լման կատարյալ վայելել, պետք է նաև հասկանանք մեր ունեցած պատասխանատվությունը
Եթե մենք բարձրացություն չվերցնենք լավ հայրը լալու, լավ մայրը լալու, այդ օրհնությունները լման չենք վայելեր։ Սուրբ Գիրքը մեզի կսորվեցնե, որ զավակները վերջի վերջո Աստծո կպատկանին։ Մեզի չեն։ Ժամանակավոր մեզի դրված են։ Children belong to God. They don't belong to us. Ժամանակավոր մեզի դրված են, որպեսզի դասյարակենք, սորվեցնենք, հոգտանենք, մեծնենք եւ դեղ հասցնենք։ Բայց իրականության մեջ Աստծո կպատկանին։ Եվ պատասխանություն ունենք մենք մեր զավակներու կորձերուն, մեր զավակներուն ռազներուն։ 5 դագարանի մեջ քահանա մգար, անունը Էլի։ Ասիկա 3 տղաներ ուներ, որոնք շատ մեղավոր էին, շատ չար էին։ Աներևակայելի չարություններ գնային եւ գրված է Սուրբ Գիրքի մեջ, իմ հադոր մեջ չեմ ուզեր մտնել։ Եվ ասված Սամվելին գխոսի Էլիին մասին։ Եվ նայեցեք ինչ կսե։ Ես իրեն իմացուցել եմ, թե իր դունը պիտի թադեմ մինչև Հավիտյան։ Աստված կսե որ Սամվելին ես Էլիին դունը պիտի թադեմ մինչև Հավիտյան։ Իր քիծած անօրենությանը համար, քանզի անոր որդիները իրեն վրա անեծք բերին ու անիգա չհանդիմանեց զանոնք։ Աստված Էլիին պիտի թադե, որովհետև Էլիին զավակները սարսափելի չարություններ էին։ Եվ Էլին իր ցայնը չի բարձրացուց, չի հանդիմանեց, չի դաստիարակեց։ Եվ ասիկա հայրերուն համար լուրջ հիշողություն է։ It's a somber reminder to fathers to take fatherhood responsibly, որ հայրությունը լրջությամբ առնենք։ Ինչ կնշանակե ասիկա Աստծո ինչ դեր դնե, ինչ հոգն է, որ մենք մեր զավակները ինչպես կմեծնենք։ Նայեցեք, զավակները Աստծո համար արժեքավոր են։ Ամեն մեկ մարդ Աստծո պատկերը կգրե եւ արժեքավոր է։ Եվ Աստված յուրաքանչյուր զավակ, յուրաքանչյուր անձ նպատակի համար ստեղծած է։ Որ ըլլան լավ մարդ, ըլլան լավ հայրեր, եւ իրենց շրջապատին օրհնությունը լան օգուտ բերեն։ Եվ Աստծո գամքը իրենց մեջ իրականանա։ Եվ մեր բարդականությունն է, որ մեր զավակները հասկանան Աստծո գամքը եւ ադոր ենթարկվին։ Լավ դասերակրած զավակը շատ ավելի հավանականություն կա, որ ըլլա պատասխանատու մարդ ըլլա շրջապատին օգտակար մարդ եւ ապակային լավ ամուսնություն կնքե, լավ ընտանիք կազմե եւ իր զավակները լավ դաստիարակե։ Եվ այսպիսի զավակը իր հորմենը ստացած լավ արժեքները կփոխանցե իր զավակներուն։ Եվ օրհնություն կլա իր զավակներուն եւ իր զավակները իրենց զավակներուն կփոխանցեն։ Լավ հայրերը կսկսին ժառանգությունը կամ իրենց հայրենը ստացած ժառանգությունը կփոխանցեն իրենց զավակներուն եւ այս բոլորը կլա generational blessing սերունդներու օրհնություն որ մեկ սերունդ է մյուսը կփոխանցվի հակառակն աշտակ է հայրը որ չտասյարակ իր զավակը հայրը որ իր զավակները Աստծո ջամփում մեջ չի մեծներ շատ ավելի հավանական է որ հասարակության վրա փերը լան ուրիշներու նեղություն տան եւ իրենք ցախող ամուսնություններ կազմեն եւ իրենց զավակները ցախող լան եւ իրենց զավակները շրջապատին վրա փերը լան եւ այդ ժամանակ իրենց զավակներ իրենց հայրենին գարնեն սերունդական անեծքը generational curse եւ կփոխանցեն իրենց զավակներուն անոնքալ իրենց զավակներուն Bad fathers pass on generational curse generational սերնդական հայրենը այնպես որ
հորմը աստեցությունը եւ անշուշտ մորմը իրենց զավակներեն, իրենց անձերեն, իրենց ընտանիքներեն շատ ավելի հերուկ էր դա եւ սերունդներ այդպես կշարունակվին։ Եվ այս սերունդական օրհնությունը կամ անեծքը կգդրվի օրմը, եթե մեկը փոխե իր ճանապարհը։ Լավ, ինչ կանգնկալվի հայրերեն? What do we expect from fathers? Հայրերուն վրա թրված անգալությունը ինչ է։ Մի քանի սկզբունքներ կան։ Եփեսացիս 6-ի մեջ, որ գարտացվեցա քիչ առաջ, առաջին 3 համարները Բոս արակյալ գխրադե գհորթորե զավակներուն, որ իրեն ծնողներն նազան տլան, եւ հայրերուն, որ իրեն զավակները լավտաս երագեն։ Շատ բարի։ Բայց այս հատվածը կհաջորդե Եփեսացիս 5-րդ հատված գլխին 21-ին անտին, ուր Բոս արակյալ ընտանեկան պատկերումը գծե functional քեղեցիկ հաճող ընտանիքի պատկերը։ Եվ սել գուզե լավ զավակ կրնաս տասյարագել, զավակները քեզին պիտի հնազանդին, եթե լավ ընտանեկան մթնոլորտ կա։ Children are well trained, they will come out good in the context of a healthy family. Եվ ինչպես Պողոս արաքյալ կնկարագրե առողջ ընտանիքը։ Եվ այդտեղ մոր եւ հոր հարաբերության մասին կխոսի։ Եվ իրականում շատ հետաքրքրական է, որ զորավոր ջնշումը հոր վրա է այս բարակային։ Առաջին համարը որ գսե իրարու հնազանդ եղեք։ 21-րդ համարը հայր մայր իրարու հնազանդ եղեք։ Իրարու ենթարկվեցեք։ Եվ վերջը կբացատրի հաջորդ համարներում մեջ ինչ կնշանակե իրարու հնազանդ լալ։ Եվ ծանր բաշտոնը գուտա հորը։ Հորը գսե ամուսիններ գսե Ցերգիները պիտի սիրեք, ինչպես Քրիստոս եկեղեցին սիրեց, ինչպես Քրիստոս եկեղեցին համար մերավ, դու պիտի զոհապերությամբ ընտանիքդ գինդ սիրես։ Ինչպես դու քո մարմինդ կսիրես, ինչպես Քրիստոս եկեղեցին սիրես, չափանիշը այդ է քո գինդ սիրելու։ Զոհապերություն պիտի անես։ Իր որբեսի զինքը հոգադարես, իրեն հոգ տանիս, իր պետքերը հոգաս, իրեն քաչալերես, իրեն առաջ քշես։ Ասիգա ամուսիններուն դրված, հայրերուն դրված, իրենց գիներուն հնազանդ ըլլալու, իրենց գիներուն գուզեք ենթարկվելու ցևն է։ Իրենց գիներուն համար գզոհապերվին։ Երկրորդ գթարնա գնոջ գսե որ գիներ գսե ծեր ամուսիններուն հնազանդ եղեք։ Ասիկա շատ ավելի թյուրին է հնազանդ ըլլալ, քան թե քու անցպես քու գինդ սիրել։ Եվ գսե որ հնազանդ եղեք եւ այս ցևով է որ ընտանեկան harmony, ընտանեկան համերաշխություն կստեղծվի եւ այս կոնտեքստի մեջ առողջ երեխաներ կմեծնան։ Եվ անշուշտ վեճը գտարնա գսե որ հայրը գսե ամուսինը դրան որ կամուսնանա գնոջ մետ պիտի ցկե իր հայրը մայրը եւ միանա իր գնոջի մեկ մարմինը լա։ Հետաքրքրական է գնոջը չսեր հայրդ մայրը ցկե, որովհետեւ մանավանդ այդ օրերուն գիները ուզած չուզած իր մամային բաբային դունը գցկեն, վալիզը գարնեն, երթան իր ամուսինին դունը ուր իր գեսուրը գեսարն է։ Հարս կերտա։ Եվ Բողոս արաքյալի ասածը թույլ մի դակ, որ ծեր ծնողները թուրսեն մարդիկ ծեր ընտանեկան գործերում մեջ խառնվին ծես խանգարեն։ Թուք միապան պիտի ըլլակ, թուք մեկ ջագատ պիտի ունենակ եւ ծեր զավակները նույն ցայնով, նույն ցևով, նույն համակորձակցությամբ պիտի տաստիարակեք։ Իրարու թեմ պիտի չի խոսի։ Մեկը մյուսին զավակին պիտի չսեք ու մամա դասանգեք ու բաբա դասանգե։
Եվ վերջին պատվիրանը, եւ ասի ամբողջ սուրբիքի մեջ կտեսնենք, հայրը բարտավոր է ընտանիքին զավակներուն հոգևոր առաջնորդություն տալու։ Աստծո խոսքով մեծնելու։ Ընտանեկան պաշտամուն կազմակերպելու։ Օրական, որբեսի զավակները Աստծո խոսքով մեծնան, Աստծո վախը իրենց մեջ բզդիկ տարիքեն ցանվի։ Եվ ընտանիքը, ուր հայր եւ մայր իրար կհարգեն, իրարու կծառայեն, իրար կսիրեն, այդպիսի ընտանիքի մեջ զավակը կմեծնա, կաճի, ապահով կսկա։ Եվ կտեսնե իր հայրը ինչպես կվարվի իր մորը հետ, ինքն ալ այդպես կվարվի իր մոր եւ հորը հետ։ Եվ աբակային իր տիկնոջ հետ, եւ աբակային իր զավակներու հետ։ Տեսանք ինչ կանգնենք հայրերեն, իմանանք ինչպես կպատրաստվենք հայրը լալու համար, կամ մայրը լալու համար։ Հայաստան մեր ավետարանչականի աշխատողները մեկը պիտի ամուսնանար աղջիկը, օրը մոտեցա իրեն Անահիտսի, Անահիտ չէ, անունը կփոխեմ, պիտի ամուսնանասսի, որ չափ ժամանակ կուտած կոր պատրաստվել, սա ամիսները կպատրաստվենք որ մեր հարսանիքի օրվան համար սա։ Շատ լավ սի, որ չափ կծախսես կորսի։ Հազարներ, տասնյակ հազարներ պիտի երթան։ Հայրավոր մարդ պիտի հրավիրենք հարսանիքին։ Հիանալի օր պիտի ունենանք, շատ ուրախ օր պիտի ունենանք։ Վերջը դարձայրն ասի, Անահիտսի, որ չափ կպատրաստվիս կոր հարսանիքեն վեճ եկող ամուսնական կյանքիդ համար։ Որ չափ կպատրաստվիս կոր որ լավ գին ըլլաս եւ լավ մայր ըլլաս։ Ապշած ինձին այցավ։ Ինչ կխոսի գոր աս մարդը, հավանաբար միտքենս չէր համարցակիր իր բոսնեմ իր ինձի է ինչ կխոսից գոր։ Հավանաբար միտքենս աս մարդը ինչ կխոսի գոր, ինչ մասին խոսի գոր։ Տարօրինակ է որ հազարավոր դոլարներ կծախսենք եւ անվերջ ժամեր կծախսենք մեկ օրվա հարսանիքը պատրաստելու, բայց քրեթե ոչ մեկ ժամանակ կդրամատրենք մենք մեզ սորվեցնելու լավ հայր կամ լավ մայր լալու մասին։ Հետաքրական է որ եթե գուզես պլամերը լալ, պետք է երթաս տասեր անես լայսենս անես։ Բայց հայրը լալու համար լայսենսի բանտ չկա։ Կասկնամ ինչու չեմ ուզեր ադոր մեջ երթալ, բայց մտածելու մեծի դեր գուտա։ Ինչպես կպատրաստվենք հայրը լալու։ Իրականության մեջ մեգումը հայր լալու պատրաստությունը կսկսի իր ծնունդեն։ Preparation for fatherhood starts from birth։ Իրականության մեջ ծնել են առաջ, որովհետև Մորմը փորձառությունը իր հղության ժամանակ մեծ ասեցություն ունի զավակին վրա, չի ծնած զավակին վրա։ Աբակա հայրը ինչու համար գարը իր ծնունդեն, հարց կուտած ծնունդը ինչ կապ ունի, աբակա հայր շատ կանուկ չէ, այսին ծնածորեն պատրաստվի հայրը լալու։ Պատճառ կա, որովհետև լավ հայրը լալու համար առաջ պետք է լավ մարդը լանք։ Խոնար, սիրող, հասկացող, համագործակցող, պատասխանատու։ Եվ ադիկա կսկսի մանկության ընտանիքի մեջ, իր ընտանիքի մեջ։ Եթե մանկության բզդիգը լավ չէ տասյարակվալ, լավ չէ մեծած, լավ մարդ թուշ չի կար, և չի գրնար լավ զավակներ ունենալ, լավ հայրը լավ։ Հիմա գփողոքես եւ իրավունք ունիս կսես ու լավ կսես ով իր ընտանիքը իր ծնողները կընտրե մենք ընտրություն չունենք մենք կծնենք ընտանիքի մեջ առանց մեր ուզելու Երանի ասված մեզի սեր որ ծնող ուզես ադոր զավակը լայ բայց ադանք բան չի գա իրավունք ունիս զավակները ընտրություն չունին ինչ միջավայրի մեջ կմեծնան եւ ընտրություն չունին այդ միջավայրին աստեցությունը իրենց կյանքին վրա Սակայն, but there's an important but here.
even though you don't choose your parents or the environment you grow up in. But there's something you can do as an adult. Երբ որ գմեցնա զավակը, կսկսի հասունանալ, կարողությունը ունի ամեն մարդ իր անձը նայելու, իր անձը քննելու, տեսնելու ինքը ինչ տեսակ մարդ է։ Եվ իր վրան աշխատելու, որպեսզի փոխվի, իր թերություններուն հաղթահարե։ Եվ հոս է որ ճիշտ Սուրբ Գիրքը Աստծո խոսքը մեզ օգնության գուքա։ Եբրայեցի 4 գլխի մեջ Սուրբ Գիրքը մեզ կներկայացվի որպես X-ray machine, as an MRI machine, the Bible։ Եվ հետևյալը գսե. Վասնզի Աստծո խոսքը կենդանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ գտապանցե մինչև շունչը ու հոգին եւ հոտվածները ու ձուծը կքննե սրտին խորհուրդները եւ մտածմունքները։ The word of God penetrates deep inside ourselves. Եվ դուրս կբերե հոն եղած ամեն բան լավնալ քեշնալ։ Եվ մեզի ցույց կտա հայելի է։ Եվ գտեսնենք ինչ մեր մեջ լավ է եւ ինչ մեր մեջ փոփոխության պետք ունի։ Ինչպես կնանք լավ մարդը լալ։ Որպես մեծահասակ մեր մանկության վրա ընդրություն չունենք, մեր մանկական փորձառության վրա, բայց մեզանեն մեջ ունենք շատ ընդրություններ։ Առաջին բանը որ պիտի ենենք, պիտի շատ կարևոր համարենք եւ նախապատվություն տնենք, որ ես կուզեմ որ լավ մարդ լալ, կուզեմ որ փոխվի։ Կամ եթե լավ մարդ եմ, կուզեմ որ ավելի լավ մարդ լալ։ Ասկա քիդագից որոշում պիտի առնվի եւ priority պիտի դու։ This has to be a priority. I want to be a good person. I want to be a good father in the future. You make this a priority and you spend time and effort. Ժամանակ եւ չանք չես խնայր։ Որովհետեւ ասպաները բնականաբար չեն կարմեսի։ Եվ գխնդրես Աստված քեզի օգնե, որովհետեւ Աստված մեզի օգնե։ Մի քանի բաներ կա որ գրնան կնել պետք է անենք։ Անշուշտ ասիկա լման սեմինար մը չի ադոր մասին, բայց մի քանի մտքեր։ Շատ կորձոն գերբով actively read the Bible, Սուրբ Գիրքը գարտա։ Օրական, երկար, մտածե, խորհրդածե։ Եվ ունեցիր քաչությունը քութերությունները թիմակրավելու, մի փախիր։ Եթե մեկը քութերությունը կսե մի լրեցին է դիտեն։ Պատկաններ լսե, ժամանակ անցուր աղոթելու եւ ինքզինքդ քննելու, soul searching, spend time in soul searching prayer։ Եվ դու քեզ որբեսի լավ հայրը լասաբակային educator է, դու քեզի սորվեցուն ինչպես լավ հայր կլամ, քիրքեր կան լեցուն։ Տասախոսություններ կան, մասնակետներ կան, քնամ օդեցի լավ հորմը, ասի ինչպես կնես։ Վերջը դու քեզ տասյարագե լավ գնոջը ընդրություն անելով կամ ամուսինի։ Մենք բոլորս տղամարդիկ ենք, կհասկանանք, կհրավիրվենք աղջկա մկեղեցկությունեն եւ շատ հաճախ այդ հիման վրա ընդրություն գնենք։ Կեղեցկությունը շատ լավ բան է, բայց բավարար չէ որպեսզի լավ կին եւ լավ մայր լար։ Պիտի սորվենք ընդրել ամուսնանալ գնոջը հետ, որ հետս պիտի համագործակցի լավ ընտանիք կազմելու, որ ինքը լավ ընտանիք պիտի կազմե, որ ինքը իր զավակները միացայն պիտի տասյարակի քեզի հետ։ Գինը, որուն կյանքին գետրոնը Քրիստոս է, գինը, որուն հետ կրնաս առողջ ընտանիք կազմել։ Ապակա հայրը գրնա պատրաստվիլ հայրության, ինքսինքը գրթելով, տասյարակելով այդ ուղղության մեջ եւ իրանցին վրա աշխատելով։ Այսօր հայրերը օր է։ Եվ հայրեր պիտի ստանանք լավ խոսքեր, շնորհավորանքներ, դերս մեր զավակները մեզի համար համով ճաշեր կպատրաստեն կամ մեզի դուրս կդանին
հարկանք կստանանք, քնահանդանք կստանանք, եւ շատ լավ բան է։ Բայց իրականությունը դիմակրավենք, իրական քնահանդանքը մեր երկնավոր քնահանդանքն է, որ եւ որ երկինք կերտանք իր արջև կներկայացնենք, կատարյալ հայրը մեզի թարնայևս է ապրիս, բարի եւ հարվադարիմ հայր։ Աստված մեզ բոլորս շատ օգնի։